Երբևէ մտածել եք, թե ինչ ընդհանուր բան ունեն ձեր սմարթֆոնը, ձեր մեքենան ու նույնիսկ ձեր սառնարանը։ Դե բոլորի մեջ էլ կա մի անտեսանելի ուղեղ, որը կառավարում է ամեն ինչ։ Դա օպերացիոն համակարգն է։ Այսօր մենք միասին կբացահայտենք այս անտեսանելի, բայց ամենակարևոր շարժիչի զարմանալի պատմությունը։ Ահա սա է հիմնական հարցը, որը մեզ ուղեկցելու է մեր ողջ պատմական ճամփորդության ընթացքում։ Ուրեմն պատրաստվեք, որովհետև պատասխանը, հավատացեք, կփոխի ձեր պատկերացումներն այն սարքերի մասին, որոնք դուք օգտագործում եք ամեն օր։ Մեր պատմության հերոսը, այո, հենց օպերացիոն համակարգն է։ Ու գիտեք, ամեն ինչ սկսվեց համակարգչային դարաշրջանի արշալույսին։ Մի ժամանակ, երբ մեքենաները հսկայական էին, անհուսալի ու չունեին այն, ինչ մենք այսօր անվանում ենք ուղեղ։ Լավ, եկեք միանգամից տեղափոխվենք համակարգչային տեխնոլոգիաների առաջին սերունդ։ Մի դարաշրջան, որտեղ ծրագրավորողները ոչ թե կոդ էին գրում ստեղնաշարով, այլ մալուխներ էին միացնում։ Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ ծրագիր գրելու համար պետք էր ոչ թե ստեղնաշար, այլ մի հսկայական վահանակ հազարավոր մալուխներով։ Ծրագրավորողները բառացիորեն իրենց անուններն էին գրում պատին փակցված թղթի վրա, որպեսզի մի քանի ժամով օգտվեին մեքենայից։ Ու այդ ամբողջ ընթացքում հույս ունեին, որ 20,000 լամպերից որևէ մեկը չի այրվի։ Դե ծակոտակարտերը մի քայլ առաջ էին իհարկե, բայց գործընթացը դեռ աներևակայելի անարդյունավետ էր։ Այդ թանկարժեք մեքենաները պարզապես պարապուրդի էին մատնված, մինչդեռ օպերատորները սենյակում այս ու այն կողմ էին գնում գալիս։ Պատկերացրեք մի գործարան, որտեղ ամենաթանկ հաստոցը ժամանակի մեծ մասը ուղղակի անգործ է մնում, իսկ աշխատողները ձեռքով տեղափոխում են հումքը։ Հենց այսպիսին էր փաթեթային համակարգը։ Սա ուղղակի ահռելի տնտեսական կորուստ էր, որը շտապ լուծում էր պահանջում։ Ու այդ լուծումը եկավ։ Այն եկավ համակարգիչների երրորդ սերնդի հետ ու ծնվեց փաթեթային համակարգի այդ անհավանական անարդյունավետության դեմ պայքարելու անհրաժեշտությունից։ Ուղղակի մի պահ մտածեք այս թվի մասին՝ 80%, այսինքն դուք ունեք միլիոնավոր դոլարներ արժեցող մի մեքենա, որն իր աշխատանքային ժամի 80%-ը, այսպես ասած, ձեռքերը ծալած նստած է։ Սա արդեն ուղղակի տեխնիկական խնդիր չէր, սա հսկայական ֆինանսական աղետ էր, որը պարտադիր պետք էր լուծել։ Եվ ահա հանճարեղ լուծումը, բազմախնդրությունը։ Պատկերացրեք մի շախմատի գրոսմայեստերի, որը միաժամանակ խաղում է մի քանի մրցակիցների հետ։ Հենց մեկը սկսում է մտածել իր քայլի մասին, գրոսմայեստերն անմիջապես անցնում է մյուսին։ Դե սա հենց այն է, ինչ սկսեց անել օպերացիոն համակարգը պրոցեսորի հետ։ Արդյունքը ցնցող էր։ Պարապուրդի 80%-ը վերածվեց գրեթե 100% արդյունավետության։ Սա ոչ միայն տեխնիկական առաջընթաց էր, այլև իսկական տնտեսական հեղափոխություն։ Համակարգիչներն ավելի հզոր ու մատչելի դարձան, ինչն էլ իր հերթին ճանապարհ հարթեց նորարարությունների հաջորդ ալիքի համար։ Բազմախնդրությունը ճանապարհ հարթեց ժամանակի բաժանման համար, ինչը վերջապես թույլ տվեց մարդկանց ուղղակիորեն իրական ժամանակում շփվել համակարգչի հետ։ Սա ինտերակտիվ հաշվարկների սկիզբն էր, ու հենց այս ժամանակաշրջանում ծնվեց լեգենդար Unix-ը, մի օպերացիոն համակարգ, որի ազդեցությունը մենք զգում ենք մինչև այսօր։ Եվ այսպես մենք հասնում ենք 4-րդ սերնդին։ Այստեղ խնդիրն այլևս ոչ թե մեքենաներն ավելի արդյունավետ դարձնելն էր, այլ դրանք բոլորի համար հասանելի դարձնելը։ Ահա այստեղ է սկսվում մի պատմություն, որը լի է բաց թողված հնարավորություններով, համարձակ քայլերով ու մի երիտասարդ ծրագրավորողով, ով ընդմիշտ փոխելու էր տեխնոլոգիաների աշխարհը։ Ուրեմն, IBM-ը դիմում է CP/M օպերացիոն համակարգի ստեղծողին Գարի Քիլդալին, սակայն լեգենդն ասում է, որ Քիլդալը նախընտրել է թռչել իր անձնական ինքնաթիռով, քան հանդիպել IBM-ի ներկայացուցիչների հետ։ Այս որոշումը հետագայում անվանեցին գործարար աշխարհի պատմության մեջ ամենավատ որոշումը։ Եվ այսպես IBM-ը դիմում է երիտասարդ Բիլ Գեյթսին։ Իսկ Գեյթսը, ով իրականում օպերացիոն համակարգ չուներ, արագ գտնում է մեկը, գնում է ընդամենը $75,000 և վերաբրենդավորում որպես MS-DOS։ Սա մի անհավանական համարձակ քայլ էր, որը Microsoft-ին դրեց համաշխարհային քարտեզի վրա։ Անհատական համակարգիչները հզոր էին, բայց դրանք դեռ շատերին վախեցնում էին իրենց բարդ հրամաններով, իսկ լուծումը գրաֆիկական միջավայրն էր։ Սա համակարգչի հետ շփվելու բոլորովին նոր տեսողական միջոց էր, եւ հենց Սթիվ Ջոբսը հասկացավ դրա իրական ներուժը։ Macintosh-ի միջոցով նա համակարգիչը դարձրեց ոչ միայն հզոր գործիք, այլև իսկապես հաճելի փորձառություն։
Լավ, եկեք անցնենք մեր ժամանակներ, որտեղ մարտահրավերն արդեն ոչ թե համակարգիչները գրասեղանից հանելն էր, այլ դրանք մեր գրպաններում տեղավորելը։ Սմարթֆոնների օպերացիոն համակարգերի շուկան դարձավ իսկական տեխնոլոգիական գերեզմանոց։ Symbian-ը, որը մի ժամանակ անպարտելի էր թվում, աչքի թարթելու արագությամբ իր տեղը զիջեց նորեկներին։ Այս պատկերը հստակ ցույց է տալիս, թե որքան արագ ու դաժան էր այս փոփոխությունը եւ թե ինչպես iOS-ն ու Android-ը դարձան նոր թագավորները։ Լավ, բայց ո՞րն էր Android-ի հաջողության գաղտնիքը։ Պատկերացրեք, որ դուք ռեստորան եք բացում։ Դուք կարող եք կամ 0-ից ստեղծել ձեր սեփական բաղադրատոմսերը, կամ օգտագործել աշխարհահռչակ խոհարարի կողմից տրամադրված անվճար բաղադրատոմսերի գիրքը։ Android-ը հենց այդ բաղադրատոմսերի գիրքն էր, ու բոլոր արտադրողները շտապեցին օգտվել դրանից։ Եվ այսպես, մենք հասնում ենք մեր ճանապարհորդության ավարտին։ Իսկ ինչ է տեղի ունենում, երբ մի տեխնոլոգիա այնքան հաջողակ է դառնում, որ մենք այլևս չենք էլ նկատում այն։ Հիշում եք 60-ականների այս շատ հավակնոտ գաղափարը։ Մի մեքենա, որը կսպասարկեր բոլորին, ճիշտ այնպես, ինչպես էլեկտրակայանը։ Այն ժամանակ դա գիտական ֆանտաստիկա էր թվում, բայց այսօր դա մեր իրականությունն է։ Այդ գաղափարն իսկապես իրականություն դարձավ։ Այսօր մենք դա անվանում ենք ամպային տեխնոլոգիաներ։ Հիմնական աշխատանքը կատարում է հեռավոր տվյալների կենտրոնում գտնվող օպերացիոն համակարգը, իսկ մեր սարքերը պարզապես պատուհաններ են դեպի այդ հզորությունը։ Օպերացիոն համակարգը դարձել է անտեսանելի, բայց ավելի հզոր, քան երբևէ։ Այսպիսով, մենք տեսանք, թե ինչպես է օպերացիոն համակարգը զարգացել ամեն անգամ լուծելով իր ժամանակի ամենամեծ մարտահրավերները։ Իսկ ո՞րն է հաջորդը։ Գուցե հաջորդ մեծ մարտահրավերն արդեն ոչ թե մեքենաներն ավելի խելացի դարձնելն է, այլ համոզվելը, որ դրանք ծառայում են հենց մարդկությանը։